Ողջունում եմ բոլորիդ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով եւ ուզում եմ տեղեկացնել, որ այսուհետև կփորձեմ Տիրոջ շնորհով տալ Աստվածաշնչյան այնպիսի համարների բացատրություն, որը այսօր շատ համայնքների կողմից սխալ են մեկնաբանվում։ Որոշների մեջ կա անգամ վտանգավոր մեկնաբանություններ։ Տեսեք ինչ է կատարվում։ Այսօրվա շատ քարոզիչներ վերցնում են 1-2 բառ Աստվածաշնչյան որոշ համարներից եւ կառուցում են վարդապետություն, ուսմունք եւ մարդկանց սովորացնում են իրենց վարդապետությունը, այլ ոչ թե Աստվածաշնչի։ Ինչ է սա նշանակում։ Տեսեք, Աստվածաշունչը իրարից անկախ, իրարից անջատված, տարբեր արտահայտությունների հավաքածու չէ, որ ով ինչպես ուզենա, այդպես մեկնաբանի։ 40 հեղինակներ ունենք մենք Աստվածաշնչում։ Այս բոլոր հեղինակները բառերը, որ գրել են, նպատակն էր կառուցել նախադասություններ եւ նախադասությունները, որպեսզի քեզ փոխանցեն գլխավոր մեկ միտքը Սուրբ Հոգուց ներշնչված։ Իսկ այսօր վերցնում են տեքստը կոնտեքստից կտրելով 1-2 բառերի ուսման վրա, հիմքի վրա ուսուցում են կառուցում։ Գիտեք, աստվածաբանության մեջ կա այսպիսի տերմիններ՝ էքզիգեզ եւ էյզիգեզ։ Էքզիգեզը ինչ է անում։ Էքզիգեզը մտցնում է ավետարանի մեջ իր միտքը, որը որ չկա տեքստում, իսկ էյզիգեզը դուրս է բերում հեղինակի միտքը։ Սա կարող է լինել 3, 5, 10 համարներից, որտեղ 10 համարներ, 5 համարներ գրվել են ցույց տալու մեկ գլխավոր միտք, բայց այսօրվա քարոզիչները չեն օգտվում նման ուսումնասիրություններից։ Եվ այսօրվա առաջին մեր համարը, որը որ շատ թե վտանգ է իր մեջ կրում եւ թե մարդկանց սխալ ուսման վրա է կառուցում, դա Հովհաննես Մկրտչի արած արտահայտությունն է, որ Մատթեոս 3-րդ գլուխ 11 համարը, որ ասում է Տերը ձեզ կգա կմկրտի Սուրբ Հոգով եւ կրակով այս արտահայտությունը։ Այսօր ինչ են անում։ Քարոզների ժամանակ հաճախակի ենք լսում այդ արտահայտությունը, երբ որ ասում են Տեր մկրտիր մեզ քո կրակով, Տեր մկրտիր այս ժողովրդին քո կրակով եւ այլն։ Տեքստը հասկանալու համար եկեք նախ կարդանք եւ որոշ բացատրություն տամ փարիսեցիների եւ սադուկեցիների մասին որոշ տեղեկություններ, որը որ ձեզ ավելի հասկանալի կլինի տեքստը կոնտեքստի մեջ նայել եւ տեսնենք արդյոք Տերը նկատի ուներ, ինչպես այսօր մեկնաբանում են, Սուրբ Հոգու կրակը, Սուրբ Հոգու կրակով աճենք, զորանանք եւ այլն։ Եկեք նախ կարդամ տեքստը, կկարդամ առաջի 2 համարները Մատթեոս 3 գլխից, այնուհետև 7 համարից, որտեղ արանքում պատմում է Հովհաննեսի մասին, դա այսօրվա մեր թեմայի մեջ չի մտնում։ Ինչևէ, այս օրերին Հովհաննես Մկրտիչը եկավ եւ Հրեաստանի անապատի մեջ քարոզում էր ասելով. «Ապաշխարեցեք, որտեղ երկնքի թագավորությունը մոտեցել է»։ Եվ տեսա, որ փարիսեցիներից ու սադուկեցիներից շատերն են գալիս իր մկրտությանը, նրանց ասած. «Իժերի ծնունդներ, ով զգուշացրեց ձեզ, որ փախչեք գալիք բարկությունից։ Ուրեմն ապաշխարության արժանի պտուղ բերեք, եւ ձեզ մի մտածեք ասել, թե մենք Աբրահամին մեզ հայր ունենք։ Ասում եմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից Աբրահամի համար որդիներ հարուցել։ Այժմ կացինը դրված է ծառերի արմատին, ուստի ամեն մի ծառ, որ բարի պտուղ չի տալիս, պետք է կտրվի ու կրակի մեջ նետվի։ Ես ձեզ մկրտում եմ ջրով ապաշխարության համար, բայց նա, ով ինձանից հետո է գալիս, ավելի զորավոր է, քան ես, ու ես նրա կոշիկները կրելու արժանի չեմ։ Նա ձեզ պիտի մկրտի Սուրբ Հոգով եւ կրակով։ Ում քամհարը իր ձեռքում է, որովհետև իր կալը պիտի զատի եւ իր ցորենը լցնի
շտեմարանը, իսկ հարդը պիտի այրի անմարելի կրակով։ Ամեն։ Հովհաննեսը տեսավ շատ փարիսեցիների ու սադուկեցիների։ Այդ ժամանակ փարիսեցիներն ու սադուկեցիները երկու տարբեր ժողովուրդ են, երկու տարբեր աղանդներ, միմյանց նկատմամբ թշնամաբար էին տրամադրված։ Քրիստոսի ժամանակներում փարիսեցիների թիվը հասնում էր մոտավորապես 6000-ի։ Փարիսեցի նշանակում է առանձնացվածներ, այսինքն իրենք իրենց առանձնացրել էին։ Նրանց բնորոշ գիծը կեղծավորությունն էր։ Նրանք իրենց ողջ էներգիան նվիրում էին օրենքի ուսումնասիրությանը և պահպանմանը, և նրանք իրենց համարում էին ժողովրդի իսկական առաջնորդներ և ուսուցիչներ, և ժողովուրդը որոշ չափով համաձայն էր դրա հետ։ Իսկ սադուկեցիները քիչ էին։ Նրանց մեջ էին տաճարական ամենաբարձր դեմքերը։ Նրանք առանձնանում էին իրենց դաժանությամբ և խորամանկությամբ։ Հիսուսի հանդիպումը նրանց հետ միշտ բախումներով էր ավարտվում, և Հիսուսը միշտ բացահայտում էր նրանց կեղծավորությունը։ Մատթեոս 15-րդ գլուխ 7-8 համարում ենք տեսնում, 22-րդ գլխում։ Եվ նրանք ավանդապաշտության պատճառով Աստծո պատվիրանները անտեսում էին։ Մատթեոս 15-րդ գլուխ 3-րդ համարում կհիշեք, այսպես էր ասում. «Հապա ինչու եք դուք ձեր ավանդությունների պատճառով Աստծո պատվիրաններն անտեսում»։ Իսկ սադուկեցիները ժխտում էին գերբնականը, մեռելների հարությանը, հրեշտակների գոյությանը, Գործք առաքելոց 23-րդ գլուխ 8 համարում։ Այսպիսով, սադուկեցիները հարստության էին ձգտում և որպես բարձր հոգևորականության անդամներ կառավարում էին տաճարը Հերովդեսի օրոք, չնայած նրանք թվով ավելի քիչ էին, քան փարիսեցիները։ Փարիսեցիներն ու սադուկեցիները քիչ ընդհանուր բաներ ունեին իրար հետ։ Փարիսեցիները ծիսակատարողներ էին, սադուկեցիները ռացիոնալիստներ էին։ Փարիսեցիները օրինապաշտներ էին, իսկ սադուկեցիները լիբերալներ էին։ Փարիսեցիները անջատողական էին, այսինքն նրանք ձգտում էին մեկուսացման և անջատման, մինչդեռ սադուկեցիները փոխզիջման էին գնում իշխանությունների հետ և ձգտում էին քաղաքական համագործակցության նրանց հետ։ Սակայն չնայած իրենց բոլոր այս տարաձայնություններին, նրանք միավորվեցին Քրիստոսին հակառակվելու համար։ Մատթեոս 22-րդ գլուխ 34-35 համարներում այսպես է գրված. «Եվ փարիսեցիները լսեցին, որ Հիսուսը պապանձեցրեց սադուկեցիներին, իրար մոտ հավաքվեցին, և նրանցից մեկը, որ օրենսգետ էր, նրան փորձելու համար հարցրեց և ասաց. հարցեր են տալի. «Եվ Հովհաննես Մկրտիչը զուր տեղը չէր նրանց անվանում իժերի ծնունդներ։ Բնագրում գրված է իժերի սերունդներ, և սա ցույց է տալիս, որ նրանց ծագումնաբանությունը, որ այսինքն նոր չեն, նրանք դարերով իրենց հայրերը արդեն կային այդպիսին։ Իժերի սերունդներ արտահայտությունը ցույց է տալիս փարիսեցիների և սադուկեցիների բարոյական վիճակը, որը նմանեցնում է թունավոր օձերի հետ։ Եվ հիմա այս կեղծավորները եկել էին տեսնելու, թե ինչ է կատարվում։ Այո, նրանք եկել էին տեսնելու, այլ ոչ թե մկրտվելու։ Շարունակում է միտքը ասելով. «Ով զգուշացրեց ձեզ փախչել գալիք բարկությունից»։ Հովհաննեսը գալիք թագավորությունը պատկերացնում էր ոչ միայն որպես ողորմություն, այլ նաև որպես զայրույթի թագավորություն։ Այսինքն, ինչպես որ կա, մենք գիտենք, որ Տերը պետք է վերջի օրը դատի ժողովրդին։ Եվ սա երևում է իր հաջորդ խոսքերից, որտեղ նա թագավորությունը համեմատում է կալատեղի հետ, իսկ մարդկանց հարդի, որոմի և ցորենի հետ, և Մեսիային որպես քամհարը ձեռքում պահողի, ով պետք է հնձի և առանձնացնի ցորենը հարդից, թեփից։ Ասեմ, որ նույն մկրտությունը չէ սա, ինչ Հովհաննեսն էր անում, սա տարբերվում է մեր քրիստոնյաներիս մկրտությունից, քանի որ Հովհաննեսը կրոնական ծես էր կատարում ժողովրդի վրա, խորհրդանշելով մեղքերի խոստովանությունը և սուրբ կյանքով ապրելու պատրաստակամությունը, սպասելով գալիք Մեսիային։ Եվ նրանք համաձայն չէին Հովհաննեսի մկրտության հետ, որովհետև
հավատում էին, որ լինելով Աբրահամի սերունդը, իրենք ավտոմատ կերպով իրավասու են Մեսիայի թագավորությանը։ Սակայն Հովհաննեսը, որը լիովին մերժում էր հուդայականությունը իր փարիսեցիական ձևով, եւ ասաց նրանց, որ Աստված անհրաժեշտության դեպքում կարող է քարերից Աբրահամի որդիներ ծնել։ Այլ կերպ ասած, Աստված կարող է անհրաժեշտության դեպքում հեթանոսներից հանել այդ քարերը, հեթանոսներից հանել այդ հետևորդներին։ Տեսեք 9-րդ համարի սկզբում ինչ հեգնանքով է ասում. ու ձեզ մի մտածեք ասել, թե Աբրահամին մեզ հայր ունենք։ Եվ Հովհաննեսի ասածը սա էր. եթե Աբրահամի որդիներ եք ձեզ համարում, ուրեմն ապաշխարության արժանի պտուղ բերեք, ինչպես Աբրահամը։ Իսկ եթե ոչ, ապա իմացեք, որ կացինը դրված է ծառի արմատին, եւ ծառը, ով բարի պտուղ չի տալիս, պետք է կտրվի ու կրակի մեջ նետվի։ Եվ նույն բանը խոսեց Տերը Մատթեոս ավետարանի 7-րդ գլուխ 19 համարում։ Հովհաննեսը երկրորդ համարում արդեն ասել էր. ապաշխարեք, որտև երկնքի թագավորությունը մոտեցել է։ Բայց նրանք հակառակվում էին։ Իմիջիայլոց ասեմ, որ ապաշխարությունն ինքնին գործ չէ, որ այսօր շատերն են կարծում, հա, այլ գործն է ապաշխարության անխուսափելի պտուղը։ Եվ հաջորդ համարում գալիս են կրակով մկրտությանը, շատերի կողմից սխալ եւ վտանգավոր մեկնությանը։ Տեր մկրտիր մեզ կրակով, եւ դուք էլ կրկնում եք նման անհեթեթ արտահայտությունները։ Սուրբ Գիրքը բազմիցս անգամ խոսել է Տիրոջ բարկության եւ դատաստանի մասին նաեւ հին կտակարանում։ Եվ հիմա Հովհաննեսն ասում է. ձեզ մկրտում եմ ջրով ապաշխարության համար, բայց նա, ով ինձանից հետո է գալիս, ավելի զորավոր է, նա ձեզ կմկրտի Սուրբ Հոգով եւ կրակով։ Չի ասում Սուրբ Հոգու կրակով։ Սրանք տարբեր հասկացություններ են, ինչը փարիսեցիներին խոսում է կեղծավոր ապաշխարության մասին, իժերի սերունդներ, ծնունդներ անվանելով, ասում է Տերը սա գալիս է, ոչինչ, համբերեք, սա գա ձեզ կմկրտի Սուրբ Հոգով ու իակրակով, թե ուրիշ բան է բացատրում։ Տեսեք, այստեղ նկատի է առնվում ոմանց փրկությունը, ովքեր կմտնեն Աստծո թագավորությունը, եւ ոմանց դատաստանը, ովքեր կմկրտվեն կրակե լճով։ Եվ Հովհաննեսը խորհրդանշական իմաստ է օգտագործում, հաջորդ համարում ասելով. նրա քամհարը նրա ձեռքում է, եւ նա իր ցորենը կհավաքի ամբարը, բայց որոմը կայրի անշեջ կրակով։ Այլ կերպ ասած, երբ Մեսիան գա, նա կպատրաստի Իսրայելի մնացորդին որպես ցորեն, նաև այլ քարերից, հեթանոսներից, հա, իր թագավորության համար, նախ զտելով եւ մաքրելով նրանց։ Իսկ նրանց, ովքեր մերժում են նրան, հարդերն են, նա կդատապարտի այրվելու անշեջ կրակի մեջ, նաև կեղծ ապաշխարողներին։ Այստեղ մեջբերում է Մաղաքիայի 4 գլուխ 1 համարը, ասելով Մաղաքիան է ասում, որովհետև ահա գալիս է այն օրը վառվող, ինչպես հնոցը, երբ բոլոր գոռոզներն ու չարագործները հարդ են լինելու, եւ նրանց այդ եկող օրը պիտի այրի, ասում է Զորքերի Տերը, արմատ եւ ոստ չի թողնելու։ Հետևաբար այս խոսքերը ոչ թե գնում են կրակով մկրտության, ինչ որ հատուկ, ինչ որ մի զորության մասին, այլ խոսքը գնում է կեղծ ապաշխարողների եւ իրեն մերժողների հավիտենական դատաստանի մասին։ Այնպես որ, սիրելի քույրեր, եղբայրներ, ձեզ կրակով մկրտողներից, այդ ուսմունքը ձեզ սովորացնողներից պարզապես հեռու մնացեք։ Տերը օրհնի ձեզ եւ բոլորիս տա իմաստություն, որպեսզի կարողանանք իր խոսքը ճիշտ հասկանալ եւ կոնտեքստից դուրս չգանք։ Տերը օրհնի ձեզ։